Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը շարունակում է իր հաղթարշավը հեռուստաէկրաններին, իսկ հանդիսատեսը մեծ անհամբերությամբ սպասում է նոր զարգացումներին։ Դիանա Գրիգորյանի այս նախագիծն օրեցօր ավելի է մեծացնում իր դիտելիությունը և յուրաքանչյուր կերպարի ճակատագիր դառնում է քննարկումների առիթ։ Այս օրերին հատկապես մեծ ուշադրության կենտրոնում է հայտնվել սերիալում Ֆաինայի դերով հանդես եկող Անի Մեհրաբյանը։ Դերասանուհին, ով կարճ ժամանակում հասցրել է գրավել հեռուստադիտողների սրտերն իր անկեղծ ու զգացմունքային խաղով, այսօր ավարտեց իր նկարահանումները։ Ֆաինայի կերպարը հանդիսատեսի սիրելի հերոսներից մեկն էր իր ազնվությամբ, մաքրությամբ և նուրբ էմոցիաներով։ Դրա համար էլ հրաժեշտը ստացվեց ոչ միայն հուզիչ, այլև դժվար թե դերասանուհու և թե նրա երկրպագուների համար։ Արդեն հայտնի է, որ Անի Մեհրաբյանը ժամանակավորապես թողնում է Հայաստանը, մեկնելով արտասահման ուսման նպատակով։ Դերասանուհին միշտ կարևորել է կրթությունը և ինքնազարգացումը, իսկ այս նոր քայլը նրա համար ոչ միայն մասնագիտական աճի, այլև նոր փորձառությունների հնարավորություն է։ Հեռուստադիտողները, սակայն, չեն թաքցնում իրենց տխրությունը սոցցանցերում արդեն իսկ բազմաթիվ գրառումներ են հայտնվել, որտեղ երկրպագուները շնորհակալություն են հայտնում Անիին իր գեղեցիկ կերպարի համար։ Մաղթում են նրան հաջողություններ և հույս հայտնում, որ ապագայում նա կրկին կվերադառնա հեռուստաէկրաններին։ Ֆաինան մեր սիրելի հերոսներից մեկն էր, դժվար է պատկերացնել սերիալն առանց նրա, բայց վստահ ենք, որ Անիին դեռ շատ կտեսնենք նոր նախագծերում, գրում են նրանք։ Սերիալի նկարահանող խումբը նույնպես առանձնահատուկ ջերմությամբ է հրաժեշտ տվել դերասանուհուն, և կադրերը հայտնվել են հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում։ Ֆաինայի հեռանալը սյուժետային առումով էլ հետաքրքիր շրջադարձ է բերելու։ Դեռևս անհայտ է, թե ինչպես կփակվի նրա կերպարի պատմական գիծը, բայց արդեն երեկ հեռուստասերիալում նրա հայրը Միքայելը խոսում էր, որ նա մեկնելու է համալսարան սովորելու։ Իհարկե, հեռուստադիտողների համար մի փոքր տարօրինակ ու դժվար է լինելու, բայց կա այն ինչ կա։ Արդյոք նրա կերպարը կավարտվի, բաց կթողնի հարցեր, թե Դիանա Գրիգորյանը կնախընտրի ամբողջությամբ փակել այն, ցույց կտա ժամանակը։ Մի բան հաստատ է, այս հանգույցը նոր զարգացումների առիթ է դառնալու և հանդիսատեսին սպասվում են անակնկալներ։ Անի Մեհրաբյանի հեռանալը կարելի է համարել դառ և քաղցր մի պահ։ Մի կողմից հանդիսատեսը կորցնում է սիրելի հերոսին, մյուս կողմից ուրախանում դերասանուհու համար, ով նոր ճանապարհ է սկսում իր կյանքում, իսկ ինչ վերաբերում է նրա հեռուստադիտողներին, ապա նրանք շարունակում են հավատալ, որ այս ճանապարհը միայն կբերի նրան դեպի նոր բարձունքներ, իսկ էկրան վերադառնալը ժամանակի հարց է։ Անի Մեհրաբյանը հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Ջիմի», «Տանդեմ», «Վերջին զանգը» և մի շարք այլ նախագծերից։ Ինչպես արդեն նշեցինք, նա պատրաստվում է մեկնել Հունաստան։ Նա 1 տարով է լքելու Հայաստանը Յորքի համալսարանում ուսանելու համար։ Ամերիկյան համալսարան գնացել եմ ծնողներիս հորդորով, Life Room հաղորդման ընթացքում պատմել էր դերասանուհուն։ Իսկ դերասանությունը միշտ եղել է հոգումս։ Մանկուց ներքին համոզմունք եմ ունեցել, որ օրերից մի օր ինձ կցուցադրեն հեռուստացույցով։ Փոքր տարիքում տեսիլք էի ունենում։ Այնտեղ իմ արտաքինով, կարմիր շորով մի աղջիկ մրցանակ էր ստանում։ Երևի հենց դա էլ ենթագիտակցորեն բերել է այս ասպարեզ։ Ինձ համար կարևոր էր ոչ թե հայտնի դառնալը, այլ այն, որ ես առաքելություն ունեմ կատարելու։ Մեծամիտ չհնչի, բայց ըստ իս այդ առաքելությունը կատարելու ճանապարհին եմ։ Վերջերս ներկայացում խաղալու առաջարկ ստացա, բայց մերժեցի խիտ գրաֆիկի պատճառով։ Ներգրավված էի միանգամից 3 նախագծում։ Միաժամանակ դիպլոմային աշխատանք էի կատարում և չէի ցանկանում անլուրջ վերաբերվել բեմին, այդ պատճառով մտածեցի ուշ լինի, նուշ լինի։ Ինձ պրոֆեսիոնալ դերասանուհի չեմ համարում, դեռ շատ աշխատանք ունեմ կատարելու։ Ավարտել եմ Աբել Աբելյանի դերասանական դպրոցը, հիմա տարբեր նախագծերում օգտագործում եմ այն, ինչ քաղել եմ Աբելից, բայց դա բավարար չէ։ Կրթությունը շատ եմ կարևորում։ Ապագայում միտք ունեմ արտասահմանյան որևէ բուհում ստանալ մասնագիտական կրթություն, բայց այս պահին ունեմ ներքին բախումներ։ Վստահ չեմ, որ ամբողջ կյանքում ուզում եմ դերասանուհի լինել։ Պատճառները շատ են։ Օրինակ, յուրաքանչյուրս էլ մտածում ենք օրվա հացի գումար վաստակելու մասին։ Դա ինձ մոտ շատ լավ էր ստացվում, երբ անգլերեն էի պարապում ուսանողների հետ։
Իսկ այս ասպարեզում ես դեռ չեմ կարողանում վաստակել այնքան, որ կարողանամ ապահովել ինքս ինձ ամեն ինչով, նաև չպետք է անտեսել անձնականը, երբ դու 12 ժամ նկարահանման հրապարակում ես, չես կարող բավարար սեր, ջերմություն և ամենակարևորը՝ ժամանակ նվիրել ընտանիքից, բացի այդ հասարակության 90%-ը մտածում է, եթե շոու բիզնեսից ես, ուրեմն ազատամիտ ես, մտավախություն ունեմ, որ ես էլ չլինելով այդպիսին կընկալվեմ այդպես։ 1 տարով եմ մեկնելու Հունաստան, մագիստրատուրայում ծրագրում եմ ուսումնասիրել նեյրոմարքեթինգ, մայրիկիս խորհրդով ընտրեցի Յորքի համալսարանը, սեպտեմբերին պետք է լինեմ այնտեղ, արդեն նկարահանվում էի սերիալում, երբ Յորքի համալսարանից ստացա նամակը, խոսեցի Դիանա Գրիգորյանի հետ, նա հասկացավ ինձ, շատ եմ ափսոսում, որ թողնելու եմ Ֆաինայի կերպարը, քանի որ թե ես, թե հեռուստադիտողը շատ էինք սիրել նրան, չեմ կարող ասել ինչ կլինի կերպարի հետ, դա կորոշի Դիանա Գրիգորյանը, Հունաստանում միայնակ չեմ լինելու, հյուրընկալվելու եմ հորս հորեղբոր ընտանիքին, հորս տատը հույն է, իմ և հորս երակներում նաև հույնի արյուն է հոսում։ Հասկանում եմ, որ շատ բարդ է լինելու, որովհետև շատ կապված եմ Հայաստանի հետ։ Այստեղի ամեն անկյունն ինձ շատ հարազատ է, հիմա էլ երբ պատկերացնում եմ 1 տարի այստեղ չեմ լինելու, անբացատրելի զգացողություն է։ Մյուս կողմից էլ կարծում եմ կյանքի այս փուլում ինձ պետք է նոր երկիր բացահայտել, ապրել այլ մշակութային կյանքով, բայց սիրում եմ մարտահրավերներ, այդ պատճառով պատրաստ եմ դուրս գալ իմ կոմֆորտ զոնայից։